Բարի օր Armen Press-ի հարգելի հետևորդներ, Doing Digital Forum-ը վերադառնում է։ Այն արդեն 4-րդ տարին անընդմեջ համախմբում է ոլորտի տեղական եւ միջազգային փորձագետներին, բիզնեսի ներկայացուցիչներին եւ պետական համակարգի պատասխանատուներին։ Այն այս տարի կանցկացվի Երևանում ապրիլի 8-ին, միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները խորագրի ներքո։ Ինչ է սպասվում ֆորումի մասնակիցներին, այս եւ շատ այլ կարևոր հարցերի մասին զրուցելու ենք Doing Digital Forum-ի հիմնադիր, Spring PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի հետ։ Տաթևիկ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ։ Տաթևիկ արդեն 4 տարի է Doing Digital Forum-ը իրականություն է։ Եթե հետադարձ հայացք գցենք առաջին ֆորումին, որն է այն ամենամեծ փոփոխությունը, որն արձանագրել եք թե ֆորումի բովանդակության, թե Հայաստանի թվային օրակարգի տեսակետից։ Իրականում իրոք շատ մեծ պատասխանատվություն է, որովհետև 4-րդ տարին անընդմեջ անցկացնել այսպիսի մասշտաբային միջոցառում, որը արդեն իրոք իրադարձություն է դարձել ոչ միայն հայ հասարակության համար եւ մեր երկրի համար, այլև թե տարածաշրջանի, թե միջազգային հանրույթի համար։ Պետք է ասեմ, որ եթե նայում ենք հետ, այսպես հետադարձ հայացք ենք նետում, հա, առաջին տարին մենք ավելի շատ այն մոտեցումն էինք կիրառում, որ պետք էր բացատրել ինչու համար է կարևոր թվային փոխակերպման օրակարգը եւ ավելի շատ, այսպես ասած, այբուբենից էինք սկսում, հա, եւ այո, ստացվեց միավորել եւ եթե խոսում ենք առաջին տարվա մասին, այստեղ շատ ավելի մեծ էր վստահության քվոտը մեր հանդեպ եւ մեր պատասխանատվությունը, որովհետեւ մենք ճունեինք արված այս միջոցառումը եւ նա ուղղակի այսպես տեսլականի, հա, եւ մոտեցում հարցեր եւ շատ ուրախ եմ, որ մեր գործընկերները մեզ վստահեցին, թե պետական կառույցները, թե մասնավոր սեկտորը, թե միջազգային ընկերությունները եւ թե այն մասնագետները առաջատար, ովքեր առաջին անգամ այցելեցին Հայաստան դեռևս 2023 թվականին ու պատահական չէր, որ մենք հենց այդ ժամանակահատվածում նախաձեռնեցինք միջոցառումը, որովհետեւ ինչպես տեղյակ եք 2020 թվականին մեր կառավարությունը ընդունեց Հայաստանի Հանրապետության թվայնացման օրակարգը, հա, եւ հասկացանք, որ նաեւ պարարտ հող է ձևավորվել եւ կա կոնսենսուս, որպիսի նաեւ երկիրը, հա, այդ տեսանկյունից դիրքավորենք։ Եթե նայում ենք տարիների, այսպես ասած, պերսպեկտիվայից, պետք է ասեմ, որ այսօր Doing Digital Forum-ը ոչ միայն միջոցառում է, այլ պլատֆորմ է, որը նաեւ ձևավորում է օրակարգ եւ Հայաստանում արդեն ձևավորված է թվայնացման օրակարգը, արդեն կան արված աշխատանքներ եւ մենք դուրս ենք եկել ուղղակի այսպես միավորող պլատֆորմ լինելուց մենք այսօր քննարկում ենք Հայաստանի եւ միջազգային օրակարգը, որը շատ արդիական է եւ ամեն տարի իհարկե փոփոխվում է եւ այս տարի ինչպես նշեցիք, այո, պլատֆորմներ եւ տնտեսություններ ենք միավորելու։ Տաթև հասակ այն նպատակներին, որոնք դրել եք եւ ինչպիսին են ձեռքբերումները։ Իրականում այսպես կարելի է ասել կան առաջնային եւ երկրորդային նպատակներ, այո, նպատակներ կան, որոնք միանշանակ մենք դիտարկում ենք, որ կայացել են, այսինքն մենք կարողացել ենք դիրքավորել Հայաստանը որպես թվայնացման հաբ եւ որպես տեխնոլոգիական հաբ եւ այսօր, եթե առաջին տարին շատ բարդ էր լինում մեզ ներկայացնել, թե ինչու պետք է միջազգային խոշոր ընկերությունները գան Հայաստան, այսօր մենք ունենք թե այդ փորձը, թե արդեն արված աշխատանքներ եւ նույնիսկ այս տարի ունեցել ենք շատ խոսնակներ, ովքեր իրենք են դիմել մասնակցելու եւ իրենց գիտելիքով կիսվելու, այսինքն նաեւ այդ մոտեցումը, որ մենք պետք է դառնանք այնպիսի հեղինակավոր պլատֆորմ, որտեղ որ ոչ միայն մենք կդիտարկենք խոսնակների կամ ընկերությունների, որոնք կուզեն գան, ներկայանան եւ ներկայացնեն, հա, մենք արդեն դրան հասել ենք եւ այնպիսի ընկերություններ, ինչպիսին Visa-ն, Amazon-ը եւ Alipay-ը եւ մնացած այսպիսի անուններ, իրենք ամեն տարի գալիս են, ներկայացնում են միջազգային օրակարգը, ինչպես նաև մեր մասնավոր սեկտորը, պետական կառույցները եւ այս տարի բավականին մեծ նաև ներգրավվածություն ունենք ռեգիոնից, հատկապես հարևան Վրաստանից։ Շատ լավ նշեցինք խորագիրը, իսկ որոնք են հիմնական շեշտադրումները այս տարի լինելու։ Իրականում պատահական չէ մեր խորագրի ընտրությունը, որովհետեւ եթե առաջին տարին մենք ընտրել ենք օրինակ թվայնացման հիմնական, հա, այբուբենը, երկրորդ տարին մենք ավելի շատ խոսում ենք
ֆինտեքի մասին, անցյալ տարի մենք կենտրոնացել էինք ավելի Web 3-ի վրա եւ փողի ապագայի վրա, ապա այս տարի հասկանում ենք, որ իհարկե մենք 1 տարի առաջ ենք պլանավորում միջոցառումը եւ թերևս 1 տարի առաջ հասկանում ենք, որ Հայաստանը որպես երկիր եւ այն տեխնոլոգիական հնարավորությունները եւ ներուժը, որը կա մեր երկրում, ինքը այսպես թե այնպես արդեն հանդիսանում է կամուրջ, հա, կամրջում է թե տարբեր տնտեսություններ, թե տարբեր ընկերություններ, թե տարբեր տեղական եւ միջազգային համակարգեր, հա, եւ որոշեցինք այսպես դիրքավորել մեր երկիրը եւ մեր տարբեր պլատֆորմերը որպես կամուրջ, հա։ Եթե մենք խոսում ենք թեմաներից, իհարկե չենք կարող խուսափել արհեստական բանականությունից, հատկապես որ շատ է վերափոխվել այդ ոլորտը, իհարկե մեր երկրում էլ բավականին աշխատանքներ արվում են այդ ուղղությամբ եւ նաեւ ներկա են լինելու բոլոր այն կառույցները, ովքեր որ պատասխանատու են, հա, այդ առումով, օրինակ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը եւ իհարկե խոսելու ենք ԱԲ ագենտներից, այսինքն այն վերափոխումից, որը արհեստական բանականության կիրառումը ունեցա եւ այսօր մենք դիտարկում ենք արհեստական բանականությունը ոչ թե որպես ուղակի գործիք, այլ հստակ մասնակից տնտեսության մեջ եւ տարբեր գործարար process-ներում, հա, այսպես ասած, խոսելու ենք ֆինթեքից, խոսելու ենք Web 3-ից, խոսելու ենք կրիպտո կարգավորումներից, խոսելու ենք stable coin-ներից եւ այն մոտեցումներից, որոնք որ կան մեր երկրում, կենտրոնական բանկը իհարկե կներկայացնի մակրոտնտեսական եւ նաեւ այն անելիքները, որոնք որ կան նաեւ ելնելով աշխարհաքաղաքական վերջին, հա, զարգացումներից եւ իհարկե նաեւ խոսելու ենք կրթությունից, որովհետեւ շատ կարեւորում ենք տեխնոլոգիական եւ նոր տեխնոլոգիաներին մեր թե էկոհամակարգերի տարբեր, թե տնտեսության տարբեր ոլորտների, հա, ներգրավվածությունը եւ իհարկե այսպես ասում են AI native լինելը կամ առհասարակ technology native լինելը, որովհետեւ նաեւ ներգրաված են իրական տնտեսության մասնակիցներ եւ նաեւ խոսելու ենք թե ինչպես են իրական տնտեսության վրա ազդում այս բոլոր տեխնոլոգիական վերափոխումները։ Ամեն տարի ֆորումը հյուրընկալում է համաշխարհային մակարդակի top մենեջերների եւ փորձագետների, այս տարի ովքեր են հիմնական խոսնակները եւ ինչպես է ձեզ հաջողվում ամեն տարի բարձրացնել նշաձողը ու Հայաստանում համախմբել այսքան կարևոր դեմքերի։ Իհարկե շատ բազմազան է մեր այս տարվա խոսնակների ներգրավվածությունը, ասեմ, որ 7-ից ավելի երկրներ են ներգրավված, բոլոր աշխարհամասերը եւ բոլոր նաեւ տնտեսության այն ուղղությունները, որոնք որ մենք կարծում ենք կարեւոր են քննարկման տեսանկյունից, ասեմ, որ իհարկե անպայման այս տարի էլի խոսնակ ենք ունենալու Amazon Web Services-ից, Մաթիաս Ունդրուգան լինելու է այն խոսնակը, որը կներկայացնի արհեստական բանականության եւ ԱԲ ագենտների ազդեցությունը տարբեր ձեռնարկությունների գործունեության վրա, վիզան կխոսի agentic payment-ների մասին եւ էլի այսպես ոնց որ հասկանում եք AI-ը բավականին այսպես ակտիվ թեմա է նաեւ տնտեսության վերափոխման մեջ, հա, այսինքն ինչպես է վերափոխում արհեստական բանականությունը, տնտեսությունը, իհարկե հրավիրել ենք Laming Chen-ին, ով Ant-International-ի, որի հովանոցի տակ աշխատում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք է Alipay-ը եւ Alibaba-ն, խոսելու ենք առհասարակ տնտեսության տրանսֆորմացիայից եւ ինչպես են հստակ ուղղություն վերցրած, հա, պլատֆորմները փոխում մի ամբողջ երկրի, մի ամբողջ կոնտինենտի, հա, վերաբերմունքը տարբեր գործընթացներին եւ իհարկե, քանի որ մեզ համար շատ կարեւոր են տաղանդները, մենք այս տարի եւս հրավիրել ենք գերմանական խոշոր headhunting ընկերություններից մեկի ղեկավարին, Dirk Ollmeyerին, ով խոսելու է AI-ը աշխատաշուկայի համար, հա, եւ շատ այսպես վերափոխող եւ մարտահրավեր նետող ելույթ է ունենալու, կինոտ ելույթ է ունենալու եւ ելույթը այսպես եթե կոնտեքստը նայում ենք
ինչ են դադարել անել առաջատար լիդերները, այսինքն ինչպես են որոշումներ կայացնում, ինչպես են ինտեգրում արհեստական բանականությունը եւ ինչպիսի դեր են տալիս արհեստական բանականությանը հենց աշխատանքային process-ներում։ Ասեմ, որ նաեւ ներկայացում ենք ունենալու եվրոպական տարբեր երկրներից, հատկապես ինովացիոն եւ ֆինթեք ուղղությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև Վրաստանի կենտրոնական բանկն է այս տարի ներկա լինելու մի քանի խոսնակով, բանկերի միությունը, e-commerce ասոցիացիան, ինչպես նաև մեր լավ գործընկերները IMID-ին, որովհետև նաև մենք այս տարի խոսելու ենք նաև վստահության մասին, խոսելու ենք այն գործընթացների մասին, որոնք որ մեր հասարակությանը հնարավորություն են տալիս ավելի հեշտ, թափանցիկ կատարել իրենց գործարքները եւ իդենտիֆիկացվել, ինչպես նաև խոսելու են կիբերանվտանգությունից եւ տեղեկատվական համակարգերի մեր գործընկերները ISA-ի նաև կխոսեն public private, այսպես ասած հանրային եւ մասնավոր հատվածի կապի մասին, նաև իհարկե լինելու է ՊԵԿ նախագահը, կենտրոնական բանկի նախագահը եւ նաև կլսենք մեր հիմնական այն կարգավորող եւ առաջատար պետական կառույցների տեսլականը եւ ղեկավարների մակարդակով իրենք կկիսվեն այդ տեսլականով ու կհասկանանք թե ի վերջո ինչպիսի քննարկում կծավալվի լսարանը իհարկե հետաքրքրված է եւ բավականին այսպես մեծ ակնկալիքներ ունեն, որը շատ մեծ պատասխանատվություն է դնում մեր ուսերին։ Թաթև ձեր թվարկելուց բարձ դարձավ, որ շատ արժեքավոր ելույթներ են սպասվում, հա, հյուրերին, բայց եթե առանձնացնելու լինենք, ամենասպասված ելույթը որն է լինելու, որ կառանձնացնենք։ Տեսեք, մենք այսպես ենք օրակարգը միշտ կազմում, որ չունենք ֆավորիտներ, հա, բոլոր ուղղությունները մեզ համար ֆավորիտ են։ Մենք սկսում ենք ինչպես, մենք սկսում ենք ավելի տեսլական թելադրող, հա, ելույթներից, որտեղ գնում են տարբեր կառույցների ղեկավարներ, հետո արդեն տարբեր ուղղություններով առանձնացնում ենք, օրինակ, եթե խոսում ենք արհեստական բանականությունից եւ AI ագենտներից, հա, գնում է այդ կտորը, հետո գալիս ենք արդեն իրական տնտեսության եւ վային փոխակերպման այդ ուղղության վրա եւ ասեմ, որ նաեւ բավականին հետաքրքիր գործընկեր ունենք այս տարի, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է մեզ միացել եւ իրական տնտեսությունը եւս մասնակցում է մեր միջոցառմանը հենց խոսնակի մակարդակով լինելու է իրենց թվայնացման ղեկավարը Սադիկ Ազիմովը եւ շատ կարեւորում ենք այսպես տարբեր, հա, չգիտեմ, խոշոր կազմակերպություններից մինչեւ ֆինանսական ընկերություններ, արտադրական գիգանտներից մինչեւ թվային գիգանտներ, հա, այդ կապը եւ շատ կարեւորում ենք, որ այդ օրակարգը լինելու է բավականին համեմված եւ վստահ եմ, որ այդտեղ դեբատներ են շատ լինելու։ Ֆորմատների առումով է բավականին հետաքրքիր, որովհետեւ այս տարի բացի պանելային քննարկումներից եւ հիմնական ելույթներից մենք ունենալու ենք թե այսպես ասած ինտերվյու ֆորմատներ, թե fireside chat կոչված ֆորմատներ, որտեղ որ ավելի դետալային մոտեցում է լինելու եւ ավելի շատ ժամանակ ենք ունենալու, օրինակ հետաքրքիր մոտեցումներ հանել եւ հասկանալ թե այս կամ այն ընկերությունը ինչպիսի մոտեցումներ ունի եւ ինչ գործնական լուծումներ կան, որոնք կարող են օգտակար լինել թե մեր հանրությանը, թե այն աուդիտորիային, որը ներկա է գտնվում, ինչպես նաեւ իհարկե խոսելու ենք բաց բանկինգից, խոսելու ենք տարբեր տնտեսությունները իրար կապելուց, որովհետեւ հնարավորինս ներգրավել ենք տարբեր երկրներ, չգիտեմ, եվրոպական, մեր տարածաշրջանից, ամերիկյան ընկերություններ, արևելք, հա, այսինքն այսպես փորձել ենք այդ կամուրջը իրոք բազմաբովանդակ եւ բազմազան դարձնել։ Նշեցինք, որ ֆորումին ներկա են լինելու Հայաստանի կենտրոնական բանկը եւ Վրաստանի կենտրոնական բանկը, որքանով է սա կարևոր նորարարական էկոհամակարգի ձևավորման համար եւ ինչ ազդակ է հաղորդում բիզնեսին ու ներդրողներին։ Իրականում շատ կարևոր հարց եք տալիս, այո, մենք միշտ ներգրավում ենք պետական կառույցները ամենաբարձր մակարդակով եւ նաեւ այս տարի ուրախ ենք, որ մեր հարևան երկրներից մեր գործընկեր, հա, պետությունից ներկայություն կա։ Իրականում դա շատ հիանալի եւ կարեւոր ազդակ է բիզնեսին եւ հանրությանը, ինչու որովհետեւ մենք խոսում ենք նրա մասին, որ առհասարակ կարգավորումը եւ նորարարությունը իրար չեն հակասում, նրանք քայլում են իրար զուգահեռ եւ
եւ հատկապես փորձով կիսվելով, խոսելով այն իրականացված աշխատանքների մասին եւ այն անելիքների մասին, որոնք տարբեր երկրներ, հա, օրինակ մեր երկիրը եւ Վրաստանը իրականացնում են օրինակ կենտրոնական բանկի մակարդակում կամ պետական եկամուտների կոմիտեի մակարդակում կամ օրինակ, չգիտեմ, բարձր տեխնոլոգիաների, հա, նախարարության մակարդակում խոսում են նրա մասին, որ պետությունը եւ մասնավորը պատրաստ են երկխոսության, իսկ երկխոսությունը միշտ վստահության եւ նաեւ ներդրումային միջավայրի առումով շատ կարեւոր, այսպես ազդակ է եւ կարեւոր հիմք է, այսպես կասեի։ Թեթև արհեստական բանականությունը կարելի ասել այսօր ամենուր է եւ ֆորումն էլ իր առանցքում մշտապես կարեւոր կետում է պահում արհեստական բանականության թեման եւ ի վերջո տեխնոլոգիաներն օգնում են մեզ դառնալ ավելի մարդակենտրոն, թե հակառակը եւ ինչպես եք պատկերացնում AI-ի ու մարդու փոխհարաբերությունները ապագայում։ Մենք այսպես հարց տվեցիք, հա, որ ելույթին եք ամենաշատը սպասում։ Ես անձնապես պետք է ասեմ, որ հաշվի առնելով այն կարիքի գնահատումը, որ մենք արել ենք եւ որով միշտ առաջնորդվում ենք, երբ որ օրակարգ ենք կազմում, եւ օրակարգ ենք առաջարկում, իհարկե ամենասպասվածը ի վերջո արհեստական բանականության եւ մարդկային ռեսուրսների, այսպես փոխհարաբերության ուղղված ելույթներն են լինելու, որովհետեւ այսօր շատ է քննարկվում այդ կոնտեքստը, էթիկական խնդիրները, արդյոք արհեստական բանականությունը ի վերջո փոխարինում է մարդուն, թե ոչ, ու այստեղ նաեւ մի փոքր հետազոտություններին եթե անդրադառնանք, ես մեր հանդիպումից առաջ պատրաստվում ու եթե նայում ենք օրինակ վերջին հետազոտությունները եւ հրապարակումները այսպես վստահելի աղբյուրների կողմից, օրինակ նույն The Economist-ը վերջերս մի մեծ հետազոտություն էր հրապարակել, որը իհարկե հիմնված էր Microsoft-ի տվյալների վրա եւ տարբեր երկրներում Microsoft Desktop-ի օգտագործողների, այսպես ասած, դատաներ, որը փորձել էին նաեւ ներկայացուցչական դարձնել, երբ դատային ավելացրել էին որպես հավելյալ, հա, վերլուծական գործիքներ Microsoft-ի կոնկրետ տվյալ երկրում շուկայի մաս ունենալը, հա, եւ նաեւ տվյալ երկրում օրինակ թվային տեխնոլոգիաներից կամ ավելի շատ սմարթֆոներից, հա, օգտվելու մակարդակը, պարզ է դառնում, որ այսօր Ամերիկան ու Չինաստանը շատ առաջ են այս տեխնոլոգիաներում, բայց ինձ համար օրինակ հետաքրքիր էր որպես հայ եւ Հայաստանում բնակվող մասնագետ, հա, հասկանալ օրինակ թե մենք այստեղ ինչ դիրքերում ենք եւ պետք է ասեմ, որ զարգացող երկրները եւ հատկապես նշվում էր Հայաստանը եւ Վրաստանը, իրենք շատ մեծ ներուժ ունեն այստեղ այն առումով, որ մենք որպես մարդկային ռեսուրսներ եւ այսպես ասած ուղեղներ ունեցող, հա, ուղեղի կապիտալ ունեցող երկրներ եւ նաեւ ավելի ճկուն տնտեսություններ, թվայնացման մեջ որոշակի այսպես ակտիվ քայլեր իրականացնող բավականին մեծ շանսեր ունենք այսպես թռիչքաձև աճ անելու, ի տարբերություն օրինակ եվրոպական մի շարք երկրների, չգիտեմ, Ֆրանսիայի, Գերմանիայի, որտեղ որ ավելի թղթաբանությունը եւ այսպիսի, հա, համակարգերի ոչ այդքան ճկուն աշխատանքը այսպես ասած մի քիչ նույնիսկ այդպես տերմին էին, հա, դրել թռիչքաձև աճողները եւ առհասարակ բացարձակ դանդաղողները օրինակ, ու միանշանակ շատ կարեւոր թեմա է, դա պետք է քննարկել, որովհետեւ եթե նույնիսկ անդրադառնում ենք օրինակ, չգիտեմ, այնպիսի խոշոր ընկերությունների հայտարարություններին, ինչպիսիք օրինակ Nvidia-ն է, հա, վերջերս CNN-ն էր հրապարակել մի բավականին հետաքրքիր նյութ, որտեղ խոսվում էր, որ առանց AI ագենտների, առանց արհեստական բանականության ագենտների չի լինելու աշխատել, որովհետև դրանք արդեն ամենուր են եւ հատկապես ֆինթեք ոլորտում, ֆինթեքը առաջատարն է եւ այսպես եթե գլոբալ մակարդակում ենք նայում, ֆինթեքերում այսպես 50%-ից ավելի է, հա, AI ագենտների օրինակ ներգրավվածությունը, եթե շատ չշեղվեցի այսպես ասած ձեր հարցից, իհարկե նաեւ այստեղ էթիկական խնդիրներ են առաջանում եւ չգիտեմ հիմա մեզ նայող ընկերությունները, մասնագետները ինչքան են արդեն հասել այդ գործիքների կիրառմանը, բայց պետք է ասեմ, որ մենք օրինակ կոմունիկացիաների ոլորտում կամ ասենք բիզնես ոլորտը այսօր բավականին ակտիվ է օգտագործում արհեստական բանականության գործիքները ու ոչ թե այսօր միայն օրինակ կիրառում ես այդ գործիքը, այլ երբ որ ստեղծում ես ԱԲ ագենտ,
դու իրեն տալիս ես որոշակի ֆունկցիաներ, որոշակի առումով որոշումների կայացման ինչ որ հնարավորություններ, հա, եւ այստեղ պետք է ասեմ, որ իմ տեսանկյունը այնպիսին է, որ եւ որը այսպես վերլուծության վրա հիմնված է եւ ես ուզում եմ դրան հավատալ, որ արհեստական բանականությունը որպես գործիք դա հնարավորություն է մարդու համար լինել ավելի ստեղծարար եւ ի վերջո զբաղվել որոշումների կայացմամբ եւ այսպես ռուտինային աշխատանքը թողնել AI ագենտներին օրինակ, այսինքն այնինչ քեզնից տաններ ժամանակ, քեզ չեր թողում լինել ստեղծագործ եւ օրինակ ռազմավարական մոտեցումներ ավելի կիրառել, այստեղ դու ոնց որ զբաղվում ես ռազմավարությամբ, ստեղծագործ աշխատանքով եւ որոշումների կայացմամբ։ Բայց իհարկե շատ են խնդիրները, այստեղ կարող ենք ժամերով խոսել էթիկական խնդիրների մասին, ինչքանով պետք է հնարավոր լինի թե ոչ, ու մենք նաև ֆորումի ժամանակ պատրաստվում ենք այսպես բլից հարցում իրականացնել, հասկանալու համար արդյոք օրինակ մեր էկոհամակարգը ինչպիսի մոտեցում ունի այդտեղ, եւ վստահ եմ, որ բավականին հետաքրքիր տվյալներ կստանանք։ Տաթև կարծում եմ գաղտնիք չի, որ վերջին շրջանում առավել ևս ներկայումս աշխարհաքաղաքական ու տնտեսական իրավիճակը բավականին խառն է, որքանով է իրատեսական Հայաստանը դիրքավորել որպես ինովացիոն հաբ կամ կամուրջ արևելքի եւ արևմուտքի միջև եւ ինչն է մեզ պակասում դրան հասնելու համար։ Ես ճիշտն ասած, քանի որ քաղաքագետ չեմ, կարող եմ կոմունիկացիաների տեսանկյունից միայն խոսել եւ բիզնեսի հետ սերտ կապ ունեցող մարդ, իհարկե այնինչ այսօր կատարվում է աշխարհում եւ միշտ է կատարվել, բավականին մեծ են մարտահրավերները, հա, եւ երկարաժամկետ պլանավորման առումով մենք ունենք խնդիր, այսինքն եթե մենք երկարաժամկետ պլանավորումը նախկինում սահմանում էինք շատ ավելի երկար տարիների, հա, շրջանակ այսօր ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, բայց ես կարծում եմ, որ միշտ հնարավորություն տեսնելն է շատ կարևոր եւ ցանկացած ճգնաժամի ժամանակ, հա, լինում են բավականին շատ հնարավորություններ։ Ես պետք է ասեմ, որ մենք որպես երկիր, հա, եւ լիահույս եմ ուզում եմ դրան հավատալ, ունենալով այդ մարդկային ներուժը, ունենալով այդ համակարգերը, որոնք մեկը մյուսի հետ փոխազդում են եւ այն process-ները, որոնք որ մենք տեսնում ենք, բավականին մեծ են շանսերը դառնալու այդ այսպես ասած կամուրջը, հա, արևմուտքի եւ արևելքի, մեր հարևան երկրների հետ փոխգործելու, ինչպես նաեւ ներսում աշխատանքներ իրականացնելու տեսանկյունից։ Իհարկե, այսպես կանխատեսումներ չենք կարող անել, որովհետեւ շատ արագ է ամեն ինչ փոխվում եւ այնինչ երեք մենք չէինք պատկերացնում, որ հնարավոր է այսօր կատարվում է, բայց նաեւ ֆորումի աշխարհագրությունը, այսինքն այն երկրներին, որոնց մենք ներառել ենք, հա, ովքեր գալիս են թե խոսնակները, թե պետական կառույցները, թե տարբեր խորհրդատվական ընկերություններ եւ մասնագետներ, լիահույս ենք, որ մենք այստեղ կկարողանանք ապրիլի 8-ին քննարկել եւ գալ ինչ որ հետաքրքիր հետեւությունների եւ գտնենք ի վերջո այն հնարավորությունները, որը կարող է մեր երկիրն ունենալ, համագործակցելով բոլոր այն ակտորների հետ, որոնք կարեւոր են մեր համար, իսկ բիզնեսը այսօր սահմաններ չի ճանաչում, թվայնացումը որպես այդպիսին, հա, որպես մոտեցում ջնջել է վաղուց աշխարհագրական սահմանները եւ այստեղ հնարավորությունները շատ մեծ են, ուղղակի պետք է օգտվել դրանից եւ այն եմ կարեւորում, որ մենք միավորում ենք բոլոր շահագիծներին, այսինքն այստեղ մեկ հարթակում իրար հետ քննարկում են անում բոլոր այն պետական կառույցները, ովքեր պատասխանատու են, բոլոր այն բիզնես համակարգերը եւ ընկերությունները, որոնք տնտեսության տարբեր ոլորտներում են աշխատում, հա, բոլոր այն մասնագետները, ովքեր ունեն այդ հնարավորությունը, ներուժը, որոշակի փոփոխություններ բերելու, իսկ այսօրվա աշխարհում առանց այդ փոփոխություններին հավատալու եւ այսպես մի քիչ էլ ավելի մարտահրավերով, հա, մոտենալու ուղղակի հնարավոր չէ։ Որպես հիմնադիր, ինչպես եք պատկերացնում Doing Digital Forum-ի ապագան եւ հետագա ազդեցությունը։ Իրականում բազմաթիվ պլաններ եւ նախագծեր կան, ու պետք է ասեմ, որ ֆորումը որպես այդպիսի
այդպիսին, այսպես անտեսանելի նաև հատված ունի այն առումով, որ բոլոր այն մասնագետները, ովքեր գալիս են Հայաստան մեր հրավերով, նաև տարբեր հանդիպումներ են ունենում տարբեր կառույցների հետ, մասնակցում են տարբեր բիզնեսների համար առանձին հանդիպումների եւ նաև դասընթացների, այսպես մենթորշիփային որոշակի նաև կարևոր հատված ունենք եւ հետագայում նաև կապ են պահում թե երկրի, թե տնտեսության, թե նաև այն կառույցների հետ, ում հետ հանդիպում են, այսպես ծանոթանում են եւ որոշակի համագործակցության եզրեր են գտնում, այսինքն այստեղ մենք շարունակականությունը անպայման ապահովում ենք, հա, այդ հարաբերությունների եւ կամրջում ենք մարդկանց, կազմակերպություններին, մասնագետներին, շատ առաջարկներ ենք ստանում տարածաշրջանի երկրներից, տեղափոխել Երևանից ֆորումը տարբեր քաղաքներ, այդպիսի պլաններ ունենք, դա չի նշանակում, որ Երևանում չի լինելու ֆորումը, բայց նաև այդպիսի նպատակներ ունենք։ Ես իհարկե չեմ սիրում այսպես խոսել, սիրում եմ ավելի, երբ որ մենք արդեն որոշակի բաներ ենք իրականացնում, բայց դա եւս հնարավորություն է, այսինքն Doing Digital-ը որպես պլատֆորմ արդեն վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից։ Մենք այս 4 տարիների ընթացքում ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ, փոքր եւ մեծ միջոցառումներ, որոնք ոչ Հայաստանում են եղել կամ նաև էլի միավորել են Հայաստանի տարածքում եւ կարծում ենք, որ եւս լավ հնարավորություն է օգտվելով արդեն այն վստահության կապիտալից, որ մենք ձեռք ենք բերել այս 4 տարիների ընթացքում, նաև մեր այսպես մոտեցումները եւ արդեն մեր հանրույթին տեղափոխենք այլ տարածաշրջաններ։ Հուսով եմ, որ կստացվի եւ հաջորդ տարի օրինակ այդպիսի արդեն նախագծեր կունենանք, բայց շատ են եղել նաեւ որ պլատֆորմի ավելի փոքր ֆորմատներ, օրինակ չգիտեմ Վրաստանում, Էմիրատներում արդեն որոշակի փորձարկումներ իրականացրել ենք ավելի փոքր միջոցառումների ֆորմատում եւ կարծում եմ, որ դեռ կզարմացնի Doing Digital-ը եւ ամեն տարի փորձում ենք այսպես ավելի բարձրացնել այդ նշաձողը եւ ինքներս մեր համար իհարկե սովորում ենք նախորդ տարվա սխալներից եւ դասեր ենք քաղում։ Կարծում եմ շատերին կհետաքրքրի, ովքեր կարող են մասնակցել ֆորումին եւ ինչպես գրանցվել։ Doing Digital ֆորումին կարող են մասնակցել բոլոր այն մասնագետները, ընկերությունները եւ թվային փոխակերպումով եւ այս բոլոր թեմաներով հետաքրքրված անձիկ եւ ընկերություններ, տոմսերը հնարավոր է ձեռք բերել doingdigital.am կայքից։ Սիրով սպասում ենք բոլորին ապրիլի 8-ին Դվինում Doing Digital Forum 2026-ին, որտեղ բացահայտելու ենք ինչպես միավորել պլատֆորմներն ու տնտեսությունները։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, կարծում եմ շատերի համար օգտակար տեղեկություններ, ովքեր հետաքրքրված են ֆորումով, կհանդիպենք ապրիլի 8-ին։ Սիրով կհանդիպենք։